Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, այսօր դարձյալ որոշեցի ուղիղ եթերով խոսել, քանի որ իրավիճակը մեր տարածաշրջանում կտրուկ սրվել է, ընդամենը մեկ օրվա ընթացքում։ Երեկ Միացյալ Նահանգները սկսեց լայնածավալ օդային պատերազմ Եմենի դեմ, որը իրականում միտված է տարածվելու Իրանի վրա։ Դատելով նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմակիցների հայտարարություններից, մենք կարող ենք եզրակացնել, որ Միացյալ Նահանգները պատրվակ է փնտրում Իրանին հարվածելու համար, և այդ պատրվակը կարող են դառնալ Եմենի հութիները։ Զուգահեռաբար, գրեթե անմիջապես Եմենին հարվածելուց հետո, անցած գիշեր Իսրայելը վերսկսեց Գազայի ցեղասպանությունը, կես օրվա ընթացքում սպանելով ավելի քան 400 պաղեստինցի։ Միացյալ Նահանգների պատերազմը Եմենի հութիների դեմ և Գազայում պաղեստինցիների ցեղասպանությունը մի քանի օրում չեն դադարելու։ Դրանք կարող են տևել շաբաթներ, եթե ոչ ավել։ Եվ ամեն ինչ կարող է մեկ ակնթարթում այնպես սրվել ու պայթել, որ Ուկրաինայում պատերազմը խաղուպար կթվա։ Եկեք ուրեմն մի պահ պատկերացնենք, թե ինչպիսի ծավալներ կարող է ընդունել Մերձավոր Արևելքում այդ մեծ պատերազմը։ Պատերազմի մեջ կարող են ներքաշվել, ներգրավվել Իսրայելը, Միացյալ Նահանգները, նրանց դաշնակիցները, Իրանը, Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրությունները, Սիրիան, Լիբանանը, մի շարք այլ արաբական պետություններ, Թուրքիան։ Պատերազմը կարող է ընդունել բոլորը բոլորի դեմ սկզբունքը։ Եմենը Իսրայելի դեմ, Եմենը Սաուդյան Արաբիայի և Արաբական Էմիրությունների դեմ, Սիրիան Լիբանանի դեմ, քրդերը Թուրքիայի դեմ, Եգիպտոսը Իսրայելի դեմ, Ադրբեջանը Իրանի և Հայաստանի դեմ և այլն։ Ինչպիսի պատասխան կարող է տալ Իրանը լայնածավալ հարձակման ենթարկվելու դեպքում։ Նախ Իրանը հրթիռային հարվածներ կհասցնի Իսրայելին, այնուհետև նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին և հրամանատարական կենտրոններին, որոնք տեղակայված են Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Քաթարում, Իրաքում, Թուրքիայում, Կիպրոսում։ Հրթիռային հարվածներ կհասցվեն նաև Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին։ Վտանգ կա, որ կարող են նույնիսկ ավիակիր խորտակել իրանական հրթիռները։ Ադրբեջանից Իրանի դեմ որևէ թշնամական գործողություն կարող է պատճառ դառնալ, որ Իրանը անմիջապես հարվածի նաև Ադրբեջանին, ընդհուպ ներխուժի Ադրբեջան, ինչն իր հերթին ավտոմատ կերպով պատերազմի մեջ կմտցնի Թուրքիային։ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան, մոտավորապես այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին։ Հայաստանի դեմ հարձակման նպատակը ոչ միայն Թուրքիայի հետ ցամաքային կապի հաստատումն է, ոչ միայն Հայաստանի ոչնչացումն է ու մեծ թուրանի կառուցումը, այլև այդ հարձակումով Ադրբեջանը փորձելու է զրկել Իրանին Հայաստանի վրայով հյուսիսային վերջին ճանապարհից։ Ավելին, եթե Իլհամ Ալիևը համոզվի, որ Իրանը շատ է թուլացել ստացած հարվածներից, որ ես չեմ կարծում, թե այդպես լինի, բայց ամեն դեպքում չի բացառվում, որ նրան այդպիսի տեղեկատվություն տան կամ նույնիսկ հանձնարարություն տան նրա իսրայելյան և արևմտյան կուրատորները, այսպես ղեկավարները,
ապա Իլհամ Ալիևը չի վարանի նաև զորք մտցնել հյուսիսային Իրան։ Նրանց համար դա այսպես կոչված հարավային Ադրբեջանն է, որտեղ Ադրբեջանին հանձնարարված է լինելու եւ նրանք էլ փորձելու են, դա նրանց երազանքն է, որպեսզի թուրքախոս իրանցիներին գրգռեն ապստամբություն բարձրացնելու նպատակով եւ բռնակցեն Ադրբեջանին եւ Թուրքիային ամբողջ հյուսիսային Իրանը։ Այնպես որ Ադրբեջանի ֆաշիստները իրենք էլ հաճույքով իհարկե կհարձակվեն Հայաստանի վրա, բայց այդ քայլը իրենց նաև հանձնարարված է։ Ումից Հայաստանը կարող է օգնություն ստանալ հարձակման ենթարկվելու դեպքում։ Սա մեզ համար ամենակարևոր հարցն է։ Դատելով բոլոր առկա տեղեկություններից, ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ էլ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը, ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ ՆԱՏՕ-ն գործնական ռազմական օժանդակություն Հայաստանին չեն ցուցաբերի։ Ամենայն դեպս այդ մասին են խոսում բոլոր առկա տվյալները։ Իսկ դատարկ խոսքերով աջակցությունը արժեք չի ունենալու։ Ասենք դատապարտեցին կամ չգիտեմ կոչ արեցին, դադարեցնել, չգիտեմ, հետո պիտի ասեն զինադադար հաստատեք, երբ արդեն բանը բանից անցած լինի։ Հետևաբար մենք լինելու ենք կամ լիովին միայնակ, կամ Իրանը այս անգամ փորձելու է իր ամբողջ ռազմական ուժով թույլ չտալ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հաջողությունը, կանխելով նաև հենց իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ անխուսափելի զուգահեռ կամ հետագա ոտնձգությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Պետք է նաև հասկանանք եւ կարծում եմ այդ մասին Իրանի ղեկավարությունը արդեն ազդարարել է, որ Հայաստանի գոյությունը Իրանի համար ունի կենսական ռազմավարական նշանակություն։ Կարճ ասած, տարածաշրջանում իրավիճակը կարող է զարգանալ ամենավատ եւ անկանխատեսելի սցենարներով։ Հիմա գանք մեզ համար մյուս ամենակարևոր հարցին։ Պատրաստ է Հայաստանը պաշտպանական պատերազմ մղել, վարել, կատաղի պաշտպանական պատերազմ։ Այս հարցին պատասխանելուց առաջ պետք է հիշենք, որ պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում ունենալ միայն զենք, որը շատ կամ քիչ չափով հայկական բանակը ունի։ Բանակի հրամանատարությունից, ինչպես նաև ամբողջ ժողովրդից պատերազմի ժամանակ պահանջվում է նաև մարտական ոգի, միասնություն եւ կամք։ Ով եւ երբ պետք է ներարկի եւ ամրապնդի այդ անհրաժեշտ հատկանիշները, հասարակական այդ հատկանիշները, որոնք ինքնըստինքյան չեն առաջանում։ Ինչ են անում այս ուղղությամբ Փաշինյանն ու իշխող կուսակցությունը, ՔՊ-ն։ Ճիշտ է, քնեցնում են հայ ժողովրդին խաղաղության պայմանագրի մասին հեքիաթներ պատմելով։ Իսկ ինչ է անում խորհրդարանական ընդդիմությունը, գործնականում ոչինչ, զբաղվում է ժամավաճառությամբ։ Կարճ ասած, տխուր եւ անպատրաստ վիճակի մեջ ենք։ Սակայն մեր հայրենիքը, մեր ազգային արժանապատվությունը ամեն դեպքում պետք է պաշտպանենք։ Հայաստանին այսօր ավելի քան երբևէ պետք է հայկական ռազմաքաղաքական ղեկավարություն։ Խոսքս ուղղում եմ հայ զինվորականությանը։ Հայրենիքը, օջախն ու ընտանիքը պաշտպանել է պետք, չնայելով ուժերի հարաբերակցությանը։ Առաջն Աստված